Թմրամիջոցների շրջանառությունը երկրում աճել է։ Անցած տարի այդ շրջանառության դեպքերի թիվը կազմել է 3631, նախորդող 2024 թվականի 3017-ի դիմաց։ Փաստաբանների կարծիքով կանխարգելման վրա իրական ազդեցություն կարող է ունենալ միայն պատասխանատվության անխուսափելիությունը։ Հանցավոր արարք կատարած անձը պիտի մեծամասամբ կասկածներ ունենա, այլ չեմ ասում համոզմունք, որ բացահայտվելու է։ Վերջին շրջանում Հայաստանում մենք տեսնում ենք միայն պատիժների խստացում, իր լուծումը այդ խստացումները գտան նոր քրեական օրենսգրքի ընդունումով, եւ վիճակը ոչ թե դեպի լավը գնաց, այլ հակառակը։ Բայց դասեր դրանից որևէ մեկը չի քաղելու։ Թմրամիջոցները վաղուց վերածվել են սոցիալական եւ քրեական լուրջ մարտահրավերների, ազդելով ինչպես անհատի, այնպես էլ ամբողջ հասարակության վրա։ Փոխվում են տարածման ձևերը, ներգրավող խմբերը եւ ցավոք այս շղթայում հայտնվում են նաեւ երիտասարդները։ Գլխավոր դատախազը խորհրդարանում հայտարարեց, թե պատժի խստությունը այս հարցում չի օգնելու, ընդհակառակը դա բերելու է սև շուկայում թմրամիջոցի գնի բարձրացմանը։ Այստեղ կանխարգելման գործառույթը հատկապես անչափահասների պարագայում պետք է դրվի քրեական քաղաքականության հիմքում եւ տարօրինակ ձևով լուծումը այլ տեղ է, քան մենք փնտրում ենք։ Լուծումը զբաղվածության մեջ է։ Պատասխանատուների կարծիքով անչափահասների շրջանում կախվածությունների մակարդակը կարող է նվազել, եթե ապահովի նրանց բավարար զբաղվածությունը սպորտով եւ մշակութային ծրագրերով։ Ըստ մասնագետների, նման նախաձեռնություններ ներկայումս բավարար չափով չեն իրականացվում։ Պաշտոնական տվյալներով աճել է նաեւ 2025 թվականի ընթացքում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, կազմելով 26.3%, նախորդող տարվա 13.8%-ի դիմաց։ Մասնագետների կարծիքով, սակայն իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Եթե օրինակ 1000 անգամ աճի թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դու 500 անգամ ավելացնես բացահայտումը, դու տանուլ ես տվել այդ պատերազմը։ Այդ օրենքները աշխատացնել է պետք։ Ռեսուրսները ճիշտ ուղղությամբ ծախսել, կենտրոնանալ աշխատանքի վրա։ Մասնագետները նշում են, որ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը այլևս չի սահմանափակվում ավանդական մեթոդներով եւ ակտիվորեն տեղափոխվել է թվային հարթակներ, կիրառելով օրինակ կոդավորված հաղորդակցությունը։ Սոցցանցերի միջոցով թմրանյութերի վաճառքը դարձել է ավելի հասանելի, իսկ որոշ դեպքերում մարդիկ խուսափում են համագործակցել իրավապահների հետ հետագա խնդիրներից խուսափելու համար։ Պետք է ուժեղացնել այդ թվային հարթակների վերահսկողությունը, թե քննչական կոմիտեի մակարդակով, թե ոստիկանության կողմից, պետք է կենտրոնանալ ոչ թե կատարողների վրա, այլ կազմակերպիչների այդ ֆինանսական հոսքերի բացահայտման վրա։ Կոնկրետ աղբյուրի դեմ հատկապես պետք է պայքար տարվի։ Թմրամիջոցների դեմ արդյունավետ պայքարը, ըստ մասնագետների, պահանջում է հստակ ռազմավարություն, ռեսուրսների ճիշտ բաշխում ու համակարգային մոտեցում։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։